Տրավմայի մասնագետ եք, ասացեք ընտրեմ ինչ դժվարություններ կան այն մարդկանց հետ աշխատանքում, որ ինչպես Տիկին Մելանյան նշեց, կորցրել են ամեն ինչ։ Որն է մեխը նրանց հետ աշխատանքի։ Վերապատրաստում եմ թիմին, հոգեբանների թիմը եւ մեկ սոցիալական աշխատող, ովքեր որ երկու քաղաքներում աշխատում են տարեցների հետ, յուրաքանչյուր խմբում 25 հոգի։ Շատ կարևոր է, որպեսզի մասնագետները վերապատրաստվեն եւ տեղեկացված լինեն հոգետրավմաներից, եւ որոշ ինֆորմացիա կարողանան փոխանցել տարեցներին, որպեսզի իրենք հասկանան իրենց ճշմարտությունը, իմանան թե ինչի մեջ են եւ իմանան թե ինչ է իրենց հետ կատարվել, փոխարենը կորելու, այսպես ասած, հոգեբանական պաշտպանական մեխանիզմների մեջ, որոնցից կարող են լինել օրինակ սահմանափակող համոզմունքներ ձևավորելը կամ պահանջատեր դառնալը ոչ առողջ ձևով, որի հիմքում կարող է ընկած լինել օրինակ ագրեսիան, որ օրինակ ինչու ես ունեմ, դուք չունեք, կամ դուք մեղավոր եք, որ ես կորցրեցի եւ ավելի բացասական էմոցիաները գերիշխեն։ Այո, բացասական էմոցիաները գերիշխեն եւ շատ կարեւոր է, որպեսզի նրանք էլ իմանան հոգետրավմաների մասին եւ գիտակցելով թե իրենց հետ ինչ է կատարվել, կապ հաստատելով իրենց ճշմարտության հետ, կարողանան արտահայտել իրենց խեղդած էմոցիաները, որը կապված է այդ բոլոր կորստի հետ։ Արցախից եկած մեր ավագ սերնդի ներկայացուցիչների համար, այսինքն մեթոդները բաց են, իրենք գիտեն, որ իրենց հետ աշխատում են մասնագետներ, որովհետեւ իրենք այսպես հաշտվեն կամ ընդունեն այն, ինչի միջով անցնում են եւ անցել են։ Ինչ դժվարություններ կարող են հանդիպել այդ ընթացքում։ Կարող են լինել մարդիկ, որոնք ինչ որ մի պահից հրաժարվեն։ Մենք շատ զգույշ ենք, ես նշեցի արդեն վերապատրաստում եմ թիմին, որպեսզի իրենք կարողանան աշխատեն հետ տրավմատիկ ստրեսային խանգարում ունեցող մարդկանց հետ։ Ռիսկեր կան իհարկե, այցելությունները բնականաբար պարտադիր չեն միայն ցանկությամբ, մինչ օրս մեծ սիրով են եկել ինձ հետ կիսվում են թիմի անդամները յուրաքանչյուր մենթորության պարապմունքի ժամանակ։ Ռիսկերը հետևյալն են, որ պետք է շատ զգույշ լինել տարեցների հետ աշխատանքում, երբ որ կպնում ենք հույզերին, որովհետև նրանք կարող է որոշ սրտի հիվանդություններ կամ ինչ-որ բաներ ունենան, որը որ շատ հույզերն էլ շատ բուռն ապրելը իրենց կարող է մի որոշ վնասել, այդ պատճառով վերապատրաստելով մասնագետներին, իրենք էլ իրենց կարծիքը հրաշալի մասնագետներ են, կիսում են, որ շատ զգույշ ենք լինում, մենք իրենց տալիս ենք տեղեկություն այս պահին հույզերի մասին եւ անում ենք որոշ վարժություններ, որպեսզի իրենք կարողանան նախ հասկանալ, թե յուրաքանչյուր հույզը իր առողջ եւ անառողջ ձևում ինչ է իրենից ներկայացնում, որ օրինակ բոլոր հույզերը համահավասար են, ինչքան զայրույթը կարող է առողջ լինել, այդքան էլ սերը եւ հակառակը, ինչքան սերը կարող է անառողջ լինել, այդքան էլ զայրույթը։ Եվ այս 3 պարապմունքների ընթացքում արդեն փորձը ցույց է տալիս, որ տարեցները սկսում են կիսվել։ Իրենք արդեն բացի նրանից, որ ասում են իմ կյանքը լավ է, ուրախ է, ես ուրախություն, երջանկություն եմ ուզում, նաև սկսել են խոսել վախերից, զայրանալուց, վշտից։ Իսկ մենք գիտենք, որ մարդը մինչև իր հույզերը չապրի, չարտահայտի, չի առողջանա։ Այսինքն սեղմելը, քողարկելը, թաքցնելը միանշանակ բացասաբար է ազդելու մարդու կյանքի որակի վրա ու Այո, բացասաբար է ազդելու մարդու կյանքի որակի վրա եւ կան բազմաթիվ հետազոտություններ, որ սեղմված զայրույթը առաջացնում է մի շարք հիվանդություններ։ Եվ ի վերջո, օրինակ, տրավման չի ապրում մեր գիտակցության մեջ, ապրում է մեր ենթագիտակցության մեջ եւ այսպես ասած մարմնում, մարդը ուղղակի սկսում է հիվանդանալ, երբ չի արտահայտում իր հույզերը կամ եղած հիվանդությունները ավելի են խորանում։ Այդ իսկ պատճառով հիմնական նպատակը տարեցների մոտ հուզական բանականություն, այսպես էմոցիոնալ ինտելեկտը բարձրացնելն է, ինչը մինչ այսօր դեռ հաջողվում է։ Եղել է մեր տաղավարում մարդիկ շատ հեղինակավոր, այսպես կեսկատակ ասել են, որ հայ լինելը դժվար է, հաշվի առնելով այն գենետիկ հիշողությունը, որ մենք ունենք, այն դժվար կյանքը, որ ունեցել է հայ ժողովուրդը։ Դա արդյոք կապ ունի սրա հետ, երբ որ ինքնություն ենք ասում։ Ինքնության վրա հիմնված հոգետրավմաթերապիա, որը որ հիմնադրել է գերմանացի Ֆրանց Ռուպերտը եւ որը հենց իմ պրոֆեսորն է, ես իր մոտ եմ սովորել։
Այստեղ կարևոր է նշել, թե ինչ է իրենից ներկայացնում ինքնությունը, մենք ինչպես ենք սահմանում այն, ինձ հետ կատարված բոլոր դժբախտ եւ լավ դեպքերը, այն ամենը, ինչ ինձ հետ տեղի է ունեցել իմ ստեղծման պահից մինչև մահ, կազմում է իմ ինքնությունը։ Եվ երբ մենք մերժում ենք ինձ հետ կատարվածի որևէ մի մասը, ապա մերժում ենք մեր ինքնությունը։ Սա ինչ է նշանակում, դուք նշեցիք, որ հայ լինելը դժվար է եւ այլն, ես այստեղ կասեմ, հղում արեցիք ձեր հյուրերին, ես այստեղ կասեմ, որ դա որպես սահմանափակող համոզմունք է հնչում, հա, հայ լինելը դժվար է։ Լավ, ինքնության հետ եթե առնչվենք, կասենք, իսկ ինչու է դժվար, ինչ է եղել մեզ հետ, որ դժվար է։ Հետ գնալով եւ չմերժելով այդ ցավը։ Օրինակ, այսպիսի մի տենդենց էլ կա, որ պատերազմից հետո, այս ամենից հետո շատերը բոլորը խոսում են ապագայի մասին, նորը ստեղծելու մասին, ինչը հրաշալի է։ Մի շարք ծրագրեր կան եւ այլն, բայց նաեւ կարեւոր է չմոռանալ մեր իրականությունը, թե ի վերջո ինչ տեղի ունեցավ մեզ հետ։ Եվ այդ անցյալը, այդ դժբախտ դեպքը, հա, որ մեզ հետ տեղի է ունեցել, մեր ինքնության մի մասն է, հետ գնալ եւ զգալ այն ցավը, որ մենք ապրել ենք այնտեղ, որովհետեւ միայն այդ վիշտը ցավը ապրելով, վերջացնելով, ընդունելով հնարավոր է իր բեռից ազատվել։ Բայց որպես ինքնապաշտպանություն մարդը պիտի, չէ՞ որ ապրել է արդեն, չպիտի մոռանա, որպեսզի հաղթահարվի։ Մոռանալ ասելով կարևոր է հասկանալ, թե մոռանալ ասելով ինչ նկատի ունենք, որովհետև մարդու հոգեկանը տրավմայից հետո պառակտվում է 3 մասի, բաժանվում առողջ մասի, տրավմատիկ մասի եւ գոյատևող մասի, հա, որի շրջանակներում էլ ձևավորվում են հոգեբանական պաշտպանական մեխանիզմներ։ Պաշտպանական բառի վրա եմ այստեղ ուզում ուշադրություն դարձնել, որովհետև այդ մեխանիզմները մեզ պաշտպանում են ցավից։ Այդ որ ասում եք մոռանալ, օրինակ շատ լավ օրինակ կարող է լինել Ջորջ Օրվելի Անասնաֆերմա գործը, որտեղ ինչ է լինում, երբ որ անասնաֆերմայում տեղի խնդիր է լինում, արդեն զգում են, որ իրենց այդ կառուցվածքը փչանում է, ձին որոշում է, որ ինքը ավելի շատ է աշխատելու, մի որոշ կենդանիներ ավելի հիմարիկ են սկսում իրենց պահել հավերը, մյուսները ավելի սկսում են կատաղած լինել։ Այս բոլոր գործողությունները ավելի շատ աշխատել, ավելի հիմարիկ լինելը, փորձել մոռանալը, փորձել չհասկանալը, սրանք հոգեբանական պաշտպանական մեխանիզմներ են, իսկ դրանք առողջ չեն մեզ համար, որովհետև մի որոշ ինքնախաբեություն են իրենցից ներկայացնում։ Հետևաբար շատ կարևոր է, որպեսզի հուզական բանականություն, հուզական ինտելեկտը զարգացնելով բոլորը կարողանան հետ գնալ եւ զգալ իրենց կորստի ցավը, ապրել մինչև վերջ, ոչ թե մնալ դրա մեջ, որպեսզի ազատվեն դրանից։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի ընդունել իրականությունը այնպիսին, ինչպիսին որ տեղի է ունեցել եւ արդեն առողջ ձևով առաջ շարժվել, այլ ոչ թե հոգեբանական պաշտպանական մեխանիզմներով, այլ ոչ թե ճնշելով, այո։ Սովորական մասնագետը, սոցիալական աշխատողը, հոգեբանը ինչ պիտի ավելին իմանա, որպեսզի կարողանա աշխատել տրավմա ունեցող մարդու հետ։ Ես իրենց վերապատրաստում եմ փոխանցելով հոգետրավմաների մասին գիտելիք եւ դրա վրա հիմնված հուզական բանականության գիտելիք հոգետրավմաներից ելնելով եւ շատ կարեւոր է նաեւ ուզում եմ նախկինում էլ նշել, թե ինչ է իրենից ներկայացնում հոգետրավման, դա վնասվածքն է, տրավմա բառը գալիս է հունարենից, որը նշանակում է վնասվածք, ինչպես արդեն նշեցի նախկինում, թե հույզերը իրենց առողջ եւ անառողջ ձևում ինչպես են արտահայտվում։ Նաեւ որ իրենք թիմի հետ, խմբերի հետ աշխատելուց կարողանան հասկանալ, թե ավելի խորքային հասկանալ, թե տարեցները որ դեպքում են ավելի շատ ընկղմվում այդ գոյատևման ստրատեգիաների մեջ, որոնք որ նույնն են ինչպես հոգեբանական պաշտպանական մեխանիզմները, որպեսզի թիմը պատրաստ լինի աշխատել բռնի տեղահանված տարեցների հետ, ովքեր որ ունեն հետ տրավմատիկ ստրեսային խանգարում, որովհետև օրինակ դեպքեր են լինում, որ տարեցները կարող են սկսել իրար մեղադրել, արդեն էլի նշեցի, կամ շատ հուզվել այդ կորստի մասին խոսելուց եւ այլն, որպեսզի իրենք էլ հասկանան, թե ինչպես կարողանան իրավիճակը կառավարել։